Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ մարդ կա, կամ այս օրերին որևէ մարդ կա, որը որ հանգիստ է ընդհանրապես։ Իսկ ես այս առումով հանգիստ եմ Աստծո հետ, ինքս իմ հետ, եւ ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից ենթադրաբար հրապարակված տեսագրությունը, որ վերագրվում է ինձ, չի կարող անհանգստություն բերել իմ խղճին։ Դուք գիտեք մարդիկ, որոնք նախասիրություններ ունեն, չէ, իրենց ընտանեկան ալբոմից, արխիվներից ինչ-որ հրապարակումներ անեն։ Չի բացառվում, ինչ-որ մարդիկ իրենց ընտանեկան արխիվից ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակել, փորձելով տարբեր հնարանքների միջոցով դա կապել իմ անձի հետ։ Դա իմ խիղճը չի կարող վրդովեցնել։ Իհարկե դա ցավալի է, որովհետև անախորժություններ է ստեղծել ինձ հարազատ մարդկանց համար, անհարկի անախորժություններ, անարդար անախորժություններ, բայց դրանից ոչ իմ վճռականությունն է նվազել, ոչ էլ ես ինչ-որ ձևով ընկճված եմ և կամ կոտրված։ Ուրեմն կարող են իմ հետևից էլ գալ, իմ առաջից էլ գալ, որևէ ձևով կաշկանդված չեմ, ես որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ ես ոչ այն տարիքում եմ, ոչ էլ այն վիճակում եմ, որ որևէ քայլ կատարելուց առաջ հնարավոր հետևանքների մասին չպատկերացնեմ։ Ինչ վերաբերում է չգնալուն քննչական կոմիտե, ես ոչ թե չեմ գնացել հարցաքննության, այլ հրաժարվել եմ գնալ, ստանալ այն փորձաքննության արդյունքները, որոնք արդեն մեկ օրվա ինչ-որ փորձաքննության արդյունքում պետք է ներկայացվեին, եւ ես դա անիմաստ եմ նկատել, անհեթեթ եմ նկատել, երբ որ այդ փորձաքննության արդյունքները արդեն կարող է նաև մամուլում շրջանառվեին, իմաստը որն է ինձ տալու, միևնույն է անհեթեթություն են եւ որևէ վստահություն չեն ներշնչում։ Մի բանի մասին, որ սկզբից եւ այդ տեղյակես իմաստ ունի, դրա մասին գնաս այնտեղ տեղեկանաս։ Գոհ եք,